հիմա Կաշկանդում հաղթանակի կա այսօր Շուշի ազատագրման օրը եւս հիշելու կամ եւ շնորհավորելու այդ կապակցությամբ։ Քանի անգամ կրկնեմ։ Ես էլ մի քանի անգամ կրկնում եմ հարցուզվում։ Ես էլ նույնը ասում եմ։ Այսօր նշում ենք հաղթանակի օրը։ Իսկ նախորդ տարիներին ինչ հաղթանակի օր եք նշում։ Շուշի ազատագրման օրը երբևէ նշվել է Հայաստանում, հիշում եք։ Նշվել է, այո։ Իսկ հիմա ինչու՞ չի նշվում։ Հայտնի պատճառները։ Որտեղ Շուշի մերը չէ, հանձնել են դրա համար։ Կրկնում եմ նորից, որ նշում ենք հաղթանակի օրը։ Որ հաղթանակի։ Հայրենական մեծ պատերազմ։ Պարոն փոխնախարար, արդեն անցել է որոշակի ժամանակ, որ այդ Եվրամիության անդամակցության մասին այդ օրենքի նախագիծը ընդունվել է, ինչ է անում Հայաստան այդ ուղղությամբ հիմա անդամակցության։ Օրենքը ընդունվեց, այդ փուլում այս փուլում ենք հիմա, ասեն օրենքի ընդունումից հետո։ Օրենքի ընդունումից հետո գործնական քայլերը այդ ուղղությամբ որոնք են։ Եվրամիության հետ կապերի զարգացման նկատի ունեմ։ Չէ, անդամակցության։ Անդամակցության այդ օրենքը ընդունվեց, դրանից հետո զարգացումներ դեռևս չեն եղել։ Հա, վարչապետը ասում էր, որ պետք է ճանապարհային քարտեզ մշակվի եվրոպական կողմի հետ, որպեսզի հասկանանք ինչ քայլերով ենք առաջ գնալու։ Այս օրենքի համատեքստում էր ասում։ Հիմա այդ ճանապարհային քարտեզը կա արդեն։ Ես տեղյակ չեմ ճիշտ ասած, որտեվ ուրիշ փոխնախարարը համակարգում, կարող եք հարցում ուղարկել, պատասխան կլինի։ Փոխնախարար, խաղաղության պայմանագրի մասին շատ խոսվեց, Նիկոլ Փաշինյանը քանիցս հենց երբ որ համաձայնությունը եղավ, հա, փոխադարձ կետերը համաձայնեցին, մի քանի անգամ այսպես անոնսեց, որ մենք պատրաստ ենք ստորագրել, ամեն անգամ նիստին հայտարարում էր ու դրանից հետո կանգնեցվեց։ Ինչ որ process-ը դանդաղել է, թե կանգնել ընդհանրապես տեղաշարժ կա այս հարցում, թե ոչ։ Նա նորից կասեք, այսինքն ինչի պայմանագրի մասով համաձայնեցվել է։ Համաձայնեցվելուց հետո ասում եմ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարեց, որ մենք պատրաստ ենք ստորագրել, Ադրբեջանից որևէ արձագանք եղավ, թե չի եղել առասարակ։ Եվ ինչու չկա։ Պատրաստակամության մասին չի եղել, չէ։ Իսկ ի՞նչն է խանգարում ձեր գնահատմամբ, ինչն է խոչընդոտում, որ Ադրբեջանը եւս պատրաստ։ Տարբեր գործոններ կարող են լինել, բայց այս փուլում մենք իրենցից արձագանք չունենք։ Կարող ենք ենթադրել, որ Ադրբեջանը ամեն դեպքում ռազմական էսկալացիայի մտադրություն ունի, հաշվի առնելով նաև վերջին ամիսների պարբերական կրակոցները նրանց կողմից։ Դրան գնահատական դժվար է տալ, իսկ ենթադրել ամեն ինչ կարելի է, ասում եք կարելի է ենթադրել։ Այս պահին մենք այդպիսի ազդակներ չունենք։ Իսկ կրակոցները այդպիսի ազդակներ չեն էսկալացիայի հիմք նախապատրաստելու անընդհատ իր կողմից նաև ավելի ճիշտ կլինի պաշտպանության նախարարությանը հարցնենք։ Դիվանագիտական առումով, չգիտեմ, վերջին շփումները։ Մենք տեսանք, որ օդում կրակոցներ են եղել մի քանի անգամ։ Նաև թիրախային են եղել։ Դե իրենց պաշտպանության նախարարությանը հարցրեք, ինչ գնահատական կտանեն։ Հայաստանի կողմից դրանց հստակ արձագանք լինելու է կամ կոշտ արձագանք, որովհետև Ադրբեջանը մեզ կոշտ է միշտ արձագանքում, նաև սադրում է, մեր չարածն է մեր վրա բարդում, իսկ մենք շատ մեղմ իրենց արածների վերաբերյալ։ Մենք շարունակում ենք խաղաղության օրակարգին հավատարիմ լինել եւ շարժվել էլ ուղղությամբ։ Պահանջներ է ներկայացնում, այս պահանջների հետ կապված Հայաստանը ունի հստակ դիրքորոշում, որ երբևէ չի կարող քննարկել մասնավորապես Միջանցքի հետ կապված ադրբեջանցի վերադարձը։ Չհասկացա, այսինքն Հավելյալ պահանջներ են զուգահեռ։ Դրան այդ բոլոր հարցերին կոնկրետ պատասխաններ են տրվել։ Ես հիմա չեմ պատասխանում նորից նույն բանը մի քանի անգամ։ Իհարկե։ Այսքան բացառում եք Միջանցքի տրամադրումը։ Իհարկե, քանի անգամ ասել ենք, այսինքն նորից նույն բանը հարցնելու ինչ իմաստ է։ Ինչ ճանապարհ զարմանում, որովհետև այս իշխանությունը նաև ասում էր Արցախը Հայաստանը եւ վերջ, բայց տեսանք ինչ եղավ։ Հիմա ձեր զարմանքը մեր մոտ հարցեր է առաջացնում, որտեղ մենք տեսել ենք ինչ են հայտարարել եւ ինչ։ Ես նկատի ունեմ, որ դիրքորոշում հայտնվել է դրա հետ կապված անընդհատ։ Եվ դա փոփոխման ենթակա չէ։ Իսկ որ փոխվի, որովհետեւ գործընկերս ճիշտ նկատեց։ Մենք շատ ենք տեսել փոփոխություններ կառավարության մի վարքյան շրջանում։ Այս պահին փոփոխություն չկա դրա հետ կապված։ Կարող է լինել հետո, որովհետեւ այս պահին չկա։ Այս պահին Միջանցք չենք տալիս, կարող է վաղը։ Դուք անընդհատ ենթադրություններից եք հարցնում, այսինքն հիմնվում ենք նախորդ ցավալի փորձի հիման վրա։ Այս պահին այդպիսի բան չկա, այս փաստերից եմ խոսում։ Քանի որ Երևանը բարձրացված ընթացակարգերով նշվում, այստեղ այսպես տարակարծություններ առաջանում, ասում են սա հենց Ադրբեջանի ասածն է, որ անարգել պետք է իրենք այդպես երթևեկեն։ Ինչ կասեք այս առումով բարձրացված ընթացակարգեր։ Դրա վերաբերյալ դիրքորոշումներ եղել են, նորից կրկնեմ, հստակ ասվել է մեր դիրքորոշումը
ապաշրջափակման վերաբերյալ։ Պարոն փոխնախարար, երկու աշխատակազմից մեզ փոխանցել են, որ Ադրբեջանը տեղեկությունները փոխանցել կրակոցների վերաբերյալ, նույնն էլ Հայաստանն է արել։ Հետաքրքիր է, Ադրբեջանը այսպես կոչված հայկական կողմի կրակոցների վերաբերյալ է տեղեկությունը փոխանցել, թե իր իսկ կողմի կրակոցների վերաբերյալ։ Ես չունեմ դրա վերաբերյալ մանրամասներ այս բանը։ Պարոն փոխնախարար, խաղաղության պայմանագրի ստորագրման համար ըստ էության երկու պահանջից է խոսում Բաքուն՝ Մինսկի խմբի լուծարում եւ սահմանադրության մասնակցություն։ Մի կարճ բան։ Հնարավոր է Մինսկի խմբի լուծարման շուրջ օրինակ պայմանավորվածություն գալ։ Մենք պետք է միջոցառման մասնակցենք։